Բարև ձեզ հարգելի գործընկերներ, անկախ դիտորդ առաքելությունը առավոտվանից դիտորդությունը իրականացնում վաղ շաբաթ խորշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, մեր դիտորդները առավոտվա ժամը 7-ից շրջում են ընտրական տեղամասերով, այս պայդրությամբ այցելել են շուրջ 40 ընտրական տեղամաս, հիմնական խնդիրները, որոնք որ արձանագրվել են հետևյալն են ընթացակարգային 3, վիճաբանության դեպք 2, ուրեմն ընտրողների կազմակերպված տեղաշարժ 3, ուրեմն միտումնավոր բաց քվեարկություն 1, ես այստեղ ուզում եմ ասեմ, որ բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց մեկն է, որ դիտորդների կողմից գնահատվել է որպես միտումնավոր բաց, ոնց որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար եւ ոչ թե օրինակ կարգին չտիրապետելու կամ քվեախցիկի հերթը շրջանցելու նպատակով։ Գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում գտնվելու մեկ դեպք սպառնալիքի, մեկ դեպք անգործության ընտրական հանձնաժողովի ղեկավարի մեկ դեպք, Գրանց Համատյանի էական թերություններով լրացման 4 դեպք եւ քվեարկության կտրոնի պայմանական ասենք ժամանակավոր հափշտակության, որտեղ հետո ընտրող վերադարձրեց մեկ դեպք, դա մենք քննարկում ենք արդյոք հանցագործության տարապարունակումա թե չէ, որոշվեց որ չենք գնահատում, որ հանցագործն կար այդտեղ։ Ուրեմն ասեմ, որ երեկվա եւ այսօրվա մասով, ինչպես գիտեք, կա ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության արգելքի կանոնակարգումներ եւ մենք հայտնաբերել ենք այդ կարգի ակնհայտ խախտումներ, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում վճարվող գովազդ, որը շարունակում է, այսինքն վճարվող գովազդի համար տրված ժամանակահատվածը ներառել է նաեւ այս արգելված լրության եւ քվեարկության օրը։ Ուղղակի այդպեսի դեպք, որ արվում է հենց կուսակցության Facebook-յան էջի կողմից նկատել ենք Հանրապետություն կուսակցության մասով 7 դեպք եւ անուղղակի կամ աֆիլացված ուրեմն էջերի կողմից նկատել ենք քարոզչություն, ուրեմն հայրենի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների եւ հաղթանակ դաշինքի մասով, ասեմ, որ մասնակցության մասով, ինչպես երևի բոլորը նկատել եք, մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ուղիղ 2 անգամ ավելի բարձր, քան 2021 թվականի համանման ընտրություններում, բայց մեզ առավել հետաքրքիր են 3 գյուղերը, որտեղ պետք է հասկանալ, թե որ երևույթների արդյունքում է մասնակցությունը եղել ավելի քան 5 անգամ բարձր, դա արշալույս Հայթաղ եւ ծաղկալանչ գյուղերն են, որտեղ հնգակի բարձր է եւ պետք է հասկանալ ինչի արդյունքում է ընտրողների այդպիսի ակտիվություն, արդյոք դա ընտրողների բնական պահվածք է, թե առկա է ընտրողների վրա ապօրինի ինչ-որ միջամտություններ։ Ասեմ, որ մենք նաեւ արձանագրել ենք երեկվանից գիշերվանից սկսած խախտումների կեղծ ահազանգեր, այսինքն ահազանգեր երևույթների մասին, որոնք ներկայացում են որպես խախտում, բայց այդպիսիք չեն հանդիսանում գործող օրենսդրության մասով։ Առաջինը դա քվեաթերթիկների այսպես կոչված տրցակները սեղաններին շարած լինելը կամ քվեաթերթիկները ուրեմն ոչ չհրկիզվող պարանից դուրս պահելը, ասեմ, որ այս կարգավորումը վաղուց փոխվել է, քանի որ 17 թվականից արդեն 16 թվականից քվեաթերթիկները արդեն հատուկ հաշվառման փաստաթուղթ չեն, այն ժամանակ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ, իսկ 22 թվականից արդեն օրենքի մակարդակով ամրագրված է, որ քվեաթերթիկները չհրկիզվող պարանից դուրս են պահում եւ սա խախտում չի։ Մյուսը դա պաստառները ընտրական տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, պաստառների համար կան սահմանված վայրեր, իհարկե չի կարող պաստառ լինել ամեն, չգիտեմ, սյան ամեն պատի վրա, բայց եթե դա սահմանված վայր է պաստառի համար, էական չի, թե այդ սահմանված վայրը ընտրական տեղամասից ինչ հեռավորության վրա է։ Հաջորդը դա ընտրական շտաբ տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, քանի դեռ շտաբը, իսկ կոնկրետ ահազանգով դեպքով մենք նայեցինք, քանի դեռ շտաբը եւ ընտրական տեղամասը նույն շինության մեջ չեն։ Այսինքն օրենսդիրը չի սահմանում, որ դրանք պետք է լինեն X հեռավորության վրա, սահմանում որ նույն շինության մեջ չպետք է լինեն։ Եվ նաեւ եղել է ինչ որ ահազանգ մի քիչ տարօրինակ շրջիկ քվեարկության բացակայության հետ կապված,
մի քիչ տարօրինակ, որտեվ շրջիկ քվեարկության ինստիտուտ Հայաստանում չկա եւ ճիշտն ասած ես կարծում եմ, որ լավ է, որ չկա։ Ես ասեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում մենք իրականացրել ենք երկարաժամկետ դիտորդություն 4 դիտորդների կազմով, որոնք որ զրուցել են մասնակից 7 ուժերի հետ, 8-ից 7 ուժերի, այսինքն մասնակից 8 ուժերից 7-ի հետ զրուցել են, իրականացրել ենք տասնյակից ավել հարցումներ, գրություններ, դիտարկել ենք 35 հավաքներ, արձանագրել ենք 53 խախտում, որոնցից 45-ը պաստառների հետ կապված։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել երկու հատ քրեական օրենսգրքի 441, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, մեկը վերաբերվում էր ուրեմն Դողս գյուղում ուրեմն տեղի ունեցած միջոցառմանը, մյուսը վերաբերվում էր ներողություն, մեկը վերաբերվում էր քվեարկության առաջին օրը պաստառների փակցմանը, երբ որ առերևույթ տեսնում ենք, որ համայնքապետարանի ուժերով են փակցվում քաղաքացիական պայմանագրի պաստառները, եւ երկրորդը դա Խոյ համայնքում գովազդների բաշխման հետ կապված խնդիր էր եւ գովազդների տրամադրման որոշման հետ կապված։ Եվ 3 հաղորդում ներկայացրել են քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, դա ստեյության բարեգործության եւ քարոզչության մեկտեղման արգելող հոդվածն է։ Մեկը ուրեմն այդ Դողս գյուղի հետ կապված, մյուսը դա ուրեմն դպրոցի տնօրենի կողմից բարեգործություն իրականացնելու մասով ըստ էության 3-ն էլ այս կամ այն կերպ այս 221 հոդվածով այսինքն ներողություն բոլոր 5 հաղորդումներն էլ ըստ էության ԿՊ-ին են վերաբերվում, բոլոր 5 հաղորդումներն էլ եւ վերջինը բարեգործության մասով դա ինչ որ տեղեր տանիքների վերանորոգման ահազանգեր են եղել եւ դրա հետ կապված ենք ներկայացրել ցավոք պետք է ասեմ որ ոչ բոլոր հաղորդումներով այս պահին կան հարուցված քրեական վարույթներ կա հաղորդում որը արդեն ստեյության 3 շաբաթ է ինչ սպասում ենք վարույթի քրեական վարույթին ասեմ որ նաև խնդրահարույց քվեարկության օրվա ընթացքում խնդրահարույց որպես երևույթ նկատել ենք դիտորդական առաքելություններից մեկի կողմից բաց քվեարկությունների դեպքերի այնպիսի նկարահանում, որը բացահայտում է ընտրողի կամ արտահայտությունը։ Ինչի մասին է խոսքը։ Քվեարկության ընդհանրապես։ Այո, ինչի մասին է խոսքը, ընտրողը քվեախցիկում չի քվեարկում, ինչը իհարկե խախտում է եւ իհարկե վատ է, բայց դիտորդը դա ոչ թե այնպես է նկարում, որ զուտ փաստ է երևա, այլ դիտորդի նկարածի մեջ երևում է թե ընտրողը ում է քվեարկում։ Եվ դա խնդրահարույցը մեր համոզմունքն այն է, որ դիտորդը իհարկե պետք է նկարի եւ արձանագրի խախտման փաստը, բայց ոչ այնպես, որ երևա թե այդ ընտրողը կադրում երևա թե այդ ընտրողը ում է քվեարկում։